Բարելույս առաջին ծրագիրն է եթերում, մենք շատ ուրախ ենք այս առավոտ ողջունել ձեզ ու մաղթել լավ ուրախ տրամադրություն։ Այո, հիանալի առավոտ է, դրսում արևն է շողում, մի քիչ ցուրտ է, դե բնականաբար արդեն խորը աշուն է եւ շատ շուտով արդեն կդիմավորենք ձմռան գեղեցիկ օրերը, բայց հուսանք եղանակը էլի բարեգութ կգտնվի եւ էլի կջերմացնի բոլորիս։ Բայց թող դեկտեմբերի 31-ի գիշերը առաձյուն տեղա, որպեսզի հեքիաթը լինի ամբողջական։ Դե այս մասին դեռ ժամանակ ունենք, որպեսզի խոսենք, իսկ ես ուզում եմ պարզապես եւս մեկ անգամ ողջունել բոլորին ու մաղթել հիանալի օրվա սկիզբ։ Նրանք, ովքեր պիտի նշեն այսօր իրենց ծննդյան օրը, մաղթում եմ, որպեսզի լիարթոք եւ լիարժեք ուրախանան եւ վերածեն գեղեցիկ տոնի։ Եվ այս պահին նաեւ թերթելով պատմության էջերն ասեմ, որ 1895 թվականին Անաստաս Միկոյանն է ծնվել խորհրդային պետական քաղաքական գործիչը։ Նա ակտիվորեն մասնակցել է Կարիբյան ճգնաժամի կարգավորմանը, անձամբ մասնակցելով Ջոն Քենեդի եւ Ֆիդել Կաստրոյի հետ։ Հանդիսանալով ԽՍՀՄ սննդի արդյունաբերության ժողովրդական կոմիսար Անաստաս Միկոյանը կառավարությանը ներկայացրեց խորհրդային սննդի արդյունաբերության զարգացման համալիր ծրագիր։ Միկոյանին է պատկանում ամերիկյան մի շարք ուտեստներ, այդ թվում հոթ-դոգը, համբուրգերը եւ պաղպաղակը, խորհրդային միություն բերելու նախաձեռնությունը։ Իսկ 1927 թվականին ծնվել է Գյորգի Յարալյանը, հայ ծաղրանկարիչ։ Գյորգի Յարալյանը երգիծանկարիչ իր ուղին մամուլի էջերում սկսել է կերտել 27 տարեկանից։ Հեղինակ է պլակատների, երգիծանկարների, երգիծական ալբոմների եւ շուրջ 450 երգիծական գրքերի։ Ծաղրանկարներով հանդես է եկել Ոզնի, Ազգ, Երևան, 9-րդ հրաշալիք թերթերում, աշխատակցել է Կրոկոդիլ Քաչնազար ամսագրերին։ Իսկ 1937 թվականին ծնվել է Լորիս Ճգնավորյանը, դիրիժոր եւ կոմպոզիտոր։ Ճգնավորյանը գրել է 5 օպերա, ռեկվիեմ եւ բազմաթիվ երաժշտական ստեղծագործություններ։ Նա 45-ից ավելի կինոնկարների երաժշտության հեղինակ է։ 1970 թվականին Իրանի մշակույթի նախարարը Ճգնավորյանին հրավիրում է Իրան եւ նշանակում է Թեհրանի Ռուդակի օպերային թատրոնի նվագախմբի գլխավոր դիրիժորը։ 1988 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո Միացյալ Նահանգներից տեղափոխվել է Հայաստան եւ 1991 թվականին ոտքով քայլել մինչև Գյումրի, որպեսզի երկրաշարժից ավերված քաղաքի համար դրամահավաք կազմակերպի եւ քաղաքում մշակութային ակադեմիա ստեղծի։ Ճգնավորյանը մեծ ներդրում ունի նաեւ Հայաստանի անկախության ճանաչման գործում։ Նա այդ օրերին կազմակերպեց մեծ համերգ «Այո անկախությանը» ի նպաստ ժողովրդի կողմից անկախության ճանաչմանը։ Այսպիսի անվանի մարդիկ են ծնվել այս օրը։ Իսկ մենք իհարկե փորձենք եւս մեկ անգամ ձեզ մաղթել լավ տրամադրություն ու եթե այդ տրամադրությունը ձեզ ուղեկցել է ողջ օրվա ընթացքում, ապա միանշանակ երեկոն պետք է ավարտել Փրփրուն Ռոզեի հետ միասին Բրիզը, որը ներկայացնում է Իջևանի կինոգործարանը, այս երեկո կզարդարի ձեր տրամադրությունը եւ կհաղորդի միանշանակ հիանալի տրամադրություն։ Իսկ հիմա տրամադրության համեղ տրամադրության հետևից տեղափոխվելու համար պիտի գնանք խոհանոց, որտեղ մեր Ադրինեն այսօր նորից համեղություն է պատրաստելու։ Ադրինե։ Շնորհակալություն Սուրեն ջան, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս միացեք մեզ, այսօր պատրաստելու ենք շատ աշնանային, շատ համեղ, գունեղ եւ շատ վիտամիններով հարուստ մի բաղադրատոմս։ Ես այսօր պատրաստելու եմ դդմապուր, խնդրում եմ մնացեք մեզ հետ, որպեսզի ծանոթանաք մեր այսօրվա բաղադրատոմսին։ Եթե դուք էլ ունեք տարբերակներ, կարող եք կիսվել դրանցով ինձ հետ։ Միասին փորձենք հասկանալ, թե ինչպիսի տարբերակներ կան դդմապուրի։ Այսօր առաջարկում եմ այս տարբերակը, որը շատ աշնանային է, ուրեմն մեզ պետք է դրա համար դդում բնականաբար, գազար, մեզ պետք է մեղր, այսպես ասած լինելու է մեղրն է լինելու հենց այն գաղտնիքը, այն գեղեցիկ եւ հարուստ համը, որը օգտագործելու ենք այս բաղադրատոմսի մեջ։ Մենք օգտագործելու ենք նաեւ սերուցք, բայց դա ամենավերջում մատուցելիս եւ դդմի կորիզներ, ինչպես նաեւ որպես համեմունք համմեղագույն խոհանոցային թագուհի կարելի անվանել դարչին։ Ես ներկայացնեմ, որ այս պահին դդումը եւ գազարը արդեն մի փոքր խաշել եմ, որպեսզի ժամանակ շահեմ, բայց դեռ գործ ունենք անելու։ Մինչ այս ամենին կանցնենք, սկսենք պատրաստել սուրճ, մեկ գավաթ սուրճը մեզ կարթնացնի, հորդորում եմ, որ դուք էլ նույնը անեք, իհարկե նախաճաշից հետո եւ իհարկե մնաք մեզ հետ։ Հենց հիմա խոսքս փոխանցեմ Սուրենին, հետո միասին կշարունակենք, մնացեք մեզ հետ։
Շնորհակալություն Ադրինեին, ասեմ, որ այն ամենը, ինչ որ այսօր պատրաստելու է, այնպիսի բաղադրիչներ է ընտրել, որը միանշանակ առողջ ապրելակերպի կողմնակիցն են։ Իսկ դուք եթե նույնպես առողջ ապրելակերպն եք նախընտրում, ապա ասեմ, որ պետք է մարզվել, շատ քայլել, օրվա ընթացքում պետք է պարզապես զբոսնել, որպեսզի արյան շրջանառությունը կարգավորվի։ Մարզասրահ անպայման այցելեք, այնտեղ կգտնեք բոլոր այն մարզատեսակները, որոնք կարծում եմ կհաղորդեն ձեզ հենց առողջ ապրելակերպի այդ ռիթմերը։ Իսկ լավագույն վայրը Ակվատեկն է, Ակվատեք համալիրը քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկն է։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեք համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Թե ինչ զբաղմունք է այսօր առաջարկում մեզ Ակվատեկը, հիմա միասին կիմանանք։ Բարի լույս ձեզ, այսօր նախավարժան կանենք ողնաշարի։ Հիմա 10 անգամով կանենք այս վարժությունը, շնչառությունը թողում ենք և շունչ ենք վեկանում և դա կռանում ենք։ Հիմա պարկում ենք փորի վրա, ձեռքերը բերում ենք ուսերի հավասարությամբ և հրում ենք դեպի վերև, 10 անգամով։ Հիմա պարկում ենք կողքի վրա, ոտքերը լավ ծալում ենք և բռնում ենք ոտքը։ Այս մի ձեռքը բերում ենք առաջ և տանում ենք հետ։ Հիմա պարկում ենք մեջքի հատվածում, ոտքերը դնում ենք իրար վրա, գործողությունը կատարելով և գլխի հատվածը և ոտքի հատվածը պիտի իրար հակառակ ուղղությամբ լինեն։ Եվ փոխելով ոտքերի դիրքը։ Այսօր արեցինք ողնաշարի նախավարժանք, օրը 2-ից 3 անգամ կատարելիս 1 ամսվա ընթացքում կզգաք տարբերություն։ Շնորհակալություն իհարկե Ակվատեկին, նման հետաքրքիր մարզաձև առաջարկելու համար ընդհանրապես մարզվելը շատ ակտուալ է եւ շատ կարեւոր։ Օրգանիզմը դառնում է ավելի առողջ, ավելի երիտասարդ է եւ այս եղանակին նաեւ փայլում են ձեր աչքերը։ Այնպես որ հետևեք բոլոր մարզումներին, մարզիչների ցուցումներին եւ միանշանակ առողջ ապրելակերպին։ Այս պայն կարճ դադար կլինի մեր եթերում, հետո արդեն կվերադառնանք խոհանոց ու տեսնենք թե Ադրինեն ինչ է մեզ համար պատրաստելու։ Բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող սիրելիներս, սուրճը արդեն պատրաստ է, մենք հիմա թիմով կվայելենք, դուք էլ պատրաստեք այդ համեղ սուրճը եւ ծանոթացեք բաղադրատոմսին։ Ինչպես նշեցի, այսօր պատրաստում ենք դդմապուր։ Սիրելիներս, այստեղ ունեմ խաշված դդում եւ գազար։
ասեմ, որ մինչ այդ պետք է այն յուղով կամ կարագով տապակել։ Ես սուրճը կվերցնեմ։ Շնորհակալ կլինեմ։ Ես սուրճի բույրի ետևից եմ եկել, Ադրինե։ Խնդրեմ, անուշ լինի։ Ես հիմա ինչու եմ թողել ամանի մեջ, որպեսզի ձեզ համար տեսանելի լինի։ Սիրելիներս, այստեղ կես կիլոգրամ դդում է, համարյա 200-ից 300 գրամ գազար։ Իհարկե, ես գրամով հիմա ասում եմ, բայց ընդհանրապես աչքաչափով եմ պատրաստում եւ նշեմ, չնայած նրան, որ շատ հարուստ է վիտամիններով, շատ մատչելի բաղադրատոմս է, շատ։ Նույնիսկ կարող եմ ասել, գուցե ինձ չհավատաք, բայց այս ամբողջ մթերքների վրա ես ծախսել եմ 600 դրամ, բայց այս 600 դրամի մեջ այնքան վիտամին կա, որ միգուցե, չգիտեմ, ինչ ասեմ, կհավատաք թե ոչ, բայց իրականություն է։ Ես հիմա փորձեմ զգուշությամբ տեղափոխել այն կացայի մեջ, շարունակենք էլի եփել այս ամենը։ Այսինքն նորից պիտի եփ։ Մի փոքր էլ, այո, եփենք եւ այս բոլորը մենք պետք է դեռ հարիչով հարենք։ Ամենակարևորը մենք պետք է ստանանք կրեմ ապուր, պետք է թանձր լինի այն եւ իհարկե այնտեղ պետք է ավելացնենք մեղր։ Իսկ սերուցքը եւ դդմի կորիզները արդեն կավելացնենք մատուցելիս։ Այսինքն միասին չեն եփվում։ Միասին չեն եփվում, սակայն բաղադրատոմս կա, որտեղ հենց ուրեմն սերուցքը եփվում է հենց դդմի հետ, այո։ Հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է, ես հեռուստադիտողին էլ հորդորում եմ, եթե կա որևիցե այլ տարբերակ դդմապուրի, կարող են մեզ հետ կիսվել, մեկ օր նաև կարող ենք նրանց առաջարկով պատրաստել դդմապուր, տեսնենք, թե ինչ կստացվի։ Ես գիտեմ, որ բավականին օգտակար է դդմի կորիզները, հում վիճակում, չբողված, այո։ Շատ։ Եվ նաև դդումը ինքը ունի այդ բոլոր օգտակար հատկությունները, շատ կարևոր է, հատկապես ասում են ներողություն եմ խնդրում, բայց ասում են ճճվակրության համար հատկապես երեխաների մեկ գավաթ կաթի մեջ լցնելով ուրեմն 7 հատիկ դդմի կորիզ նպաստում է ամբողջությամբ օրգանիզմի մաքրմանը, իհարկե ոչ միայն փոքրերին, կարելի է նաև մեծերն էլ հաճախակի դա օգտագործեն 7 օր շարունակ, այսինքն մեկ շաբաթ կտրվածքով շարունակ այս process-ը կրկնելով ամբողջությամբ եւ տոքսիներից են մաքրվում օրգանիզմը եւ ավելորդ, այսինքն անհարմարություններից, այնպես որ կարելի է սա օգտագործել եւ ընդհանրապես շատ հարուստ է վիտամիններով եւ օգտակար, սա նկատի ունեցեք, հատկապես եթե նույն դդմի կորիզը խառնել ընկույզով մեղրի հետ եւ առավոտյան մեկ գթալ այն ճաշակելով հավատացնում եմ, որ շատ էներգիա կունենաք։ Ահա, անցանք առաջ։ Ինչ ենք անում։ Մեզ մոտ այստեղ եփվում է դդմիկը եւ գազարը, մենք կարող ենք կամած արդեն փորձել հարիչով հարել, նույնիսկ գազօջախի վրա այսպես տեղադրված, եւ հետո կամած Ամեն դեպքում մի քիչ հետ գնա։ Շատ ցիվիլ հարիչ է։ Շատ։ Լավ, մինչև դու հարես, ես արի հայտարարեմ կարճ դադար, հետո արդեն վերադառնանք ու կշարունակենք։ Դադար մեր եթերում։ Վերադարձանք տաղավար, խոհանոցում ենք, այնտեղ արդեն դդմիկը ամբողջությամբ հարվեց, հիմա ինչ ենք անում Ադրինե։ Հիմա կփորձենք մեղրը տաքացնել, մի փոքր այսպես հալեցնել եւ ավելացնել դդմամպուրի վրա, որը շատ կարեւոր հենց հիմնական բաղադրիչն է, այսպես ասած։ Ինչով օգնեմ քեզ։ Ոնց որ թե ամեն ինչ նորմալ է, արդեն կարող եմ մի քանի րոպեով դդմապուրը տեղափոխել կրակի վրայից, որպեսզի մեղրը հալեցնենք։ Հա, մինչ այդ ուրեմն լցնեմ մեղրը, կարող ես ինձ գտալ տրամադրել։ Գազին, բա ինչի համար իմ ես այստեղ եկել։ Ապրես, շնորհակալություն։ Եվ իմիջիալոց ես ուզում եմ նշել մի շատ կարևոր բան, դու խոսեցիր Անաստաս Միկոյանի այդ ձեռքբերումներից, ես ուզում եմ մի բան հավելել։ Երբ նրան ուրեմն գործողում են Միացյալ Նահանգներ, այնտեղ նա գնում է գործարաններ, հետաքրքրվում է, տեսնում է, թե ինչ հետաքրքրություններ կա եւ ինչ նորամուծություն կարող անել ուրեմն սովետական միությունում, տեսնում է, որ շատ տեղեր կան խանութներ, որտեղ մրգի հյութ են ուրեմն արտադրում, մրգի հյութեր են ստանում, նա հասկանում է ինչքան հետաքրքիր սա process է, ինչ ուրեմն հետաքրքիր կարող է եւ համեղ կարող է դառնալ, քանի որ Հայաստանում եւ ընդհանրապես Խորհրդային Միությունում նարինջ
կամ չգիտեմ, ցիտրուսային որևիցե միրգ չէր կարող բնականաբար աճել եւ լինել, նա որոշում է լոլիկից ստանալ հյութ։ Լոլիկի հյութը հենց նա է բերել, հորինել, այսպես ասած, լոլիկի հյութ հասկացողությունը հենց նա է ստեղծել, եկել է հասկացել է, որ այստեղ լոլիկն է առատ, ընդհանրապես, եւ ինչու՞ չէ, նարնջի հյութի փոխարեն մենք կանենք լոլիկի հյութ։ Եվ սա շատ հետաքրքիր գեղեցիկ պատմություն է, եթե կարողանաք ուրեմն պեղել եւ կարդալ, շատ հետաքրքիր է, ուրեմն իմացեք, Անաստաս Միկոյանն է հորինել լոլիկի հյութը։ Եվ լոլիկի հյութը դարձել է բոլոր խնջույքների վերջում ըմփող հյութը։ Ամենահամեղ եւ Ինիջայլոց բավականին լավ էսպես տրամադրությունը բարձր է, ինչ մի հատ բայց հայերեն ասում են պամիդորի հյութ բերեք, խմենք ուշքի գանք։ Ինչ ենք անում, հալացնում ենք մեղրը, ավելացնում ենք սերուցքը ամենավերջում, ավելացնելու ենք մեր դդմապուրի վրա, նորից հարիչով հարելու ենք, Ժողովրդյան չմոռանաք մի կտոր կարագան պայման, այստեղ պետք է կամ տապակելիս դդումը եւ գազարը տապակելիս կարագով ենք տապակում, ահա արդեն սկսեց հալել մեր մեղրը եւ հալած վիճակում կավելացնենք այս խյուսի վրա, չգիտեմ, վերջում իհարկե պարզ կլինի, կտեսնեք թանձրությունը մեր ապուրի, այնպես որ դա էլ նկատի ունեցեք, կրեմ ապուրը, այսինքն դա խիտ խյուս է, բաղադրիչներով կազմված խիտ խյուս է։ Ահա, հալվեց նաև մեղրը, Ազին են բոլոր կրեմապուրները դդմիկով, հա, այս բաղադրատոմսով են պատրաստում, երբ որ մենք չէ, շատ է։ Շատ բազմապիսի բաղադրատոմսեր կա, դրա համար ես նշեցի, եթե ցանկություն ունի հեռուստադիտողը կարող է կիսվել իր բաղադրատոմսով, կա տարբերակներ, այստեղ բազում բաղադրիչներ են ավելացնում, այսինքն բանջարեղեններ եւ սոխ են ավելացնում եւ հավելյալ ինչ որ կանաչեղեն են ավելացնում նախասիրության, բայց արի հեռուստադիտողին զգուշացնենք, որ սա շատ վիտամիններով հարուստ է եւ այս աշնանշրջանի համար շատ կարեւոր, ինչու ոչ, այնպես որ խորհուրդ կտամ առիթից օգտվել եւ պատրաստել։ Չնայած այնպես չի, որ տան անդամները բոլորը սիրում են, որովհետեւ ինքը յուրահատուկ ուտեստ է, բայց գոնե մի հոգի կգտնի համեղ լինի, բոլորն էլ կուտեն։ Այս պայն կունենանք կարճ դադար էլի մեր եթերում, հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք ծրագիրը։ Բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող, հուսով եմ մեզ հետ եք, մենք այսօր արդեն պատրաստել ենք շատ համեղ դդմապուր, ես կրկնեմ բաղադրատոմսը, մեզ պետք էր դդում, գազար, կարագ, որը ամբողջությամբ տապակում ենք կարագի մեջ եւ իհարկե խյուսի վերածում, հարիչով լավ հարեցինք, խյուսի վերածեցինք, այնտեղ ավելացրեցինք մեղր, ամենակարևոր բաղադրիչն է այսօր մեր ուրեմն ուտեստի, ահա պատրաստ է այն, ես արդեն ուզում եմ լցնել ամանի մեջ, որպեսզի դուք տեսնեք ինչ տեսք ունի, այն բավականին թանձրացել է արդեն, բայց իհարկե նշեմ, որ էլի երկար եփվելու արդյունքում կդառնա ավելի խիտ զանգված, ինչը մեզ հենց այդպես էլ պետք է, անհրաժեշտ է, որպեսզի նա լինի շատ խիտ։ Այսպես լցնում ենք ամանիկի մեջ, գույնը հրաշալի է, չեմ կարող նկարագրել ինչքան գեղեցիկ է, մոտիկից գոնե։ Հուսով եմ էկրանից էլ տեսնում եք, որքան գեղեցիկ է այն, ահա, այսպես, վրան ավելացնում ենք մի փոքր սերուցք, հուսով եմ ես գեղեցիկ կավելացնեմ սերուցքը, այսպես, ըստ ճաշակի սակայն, եթե կան մարդիկ, ովքեր չեն սիրում սերուցքով նմանատիպ կերակուրներ, ապա մի ավելացրեք եւ դդմի կորիզը ձևավորման համար կավելացնենք եւ ուտելիս էլ շատ հետաքրքիր կլինի։ Չմոռանամ նշեմ, որ այստեղ պետք է ավելացնենք նաեւ դարչին, դարչինն էլ յուրահատկություն է փոխանցելու, այսպես, էլի ըստ ճաշակի, որովհետեւ մարդիկ կան միգուցե դարչին չեն սիրում։ Ահա։ Եվ պատրաստ է օրվա բաղադրատոմսը, այն շատ համեղ է, շատ վիտամիններով հարուստ, խորհուրդ եմ տալիս, անպայման պատրաստեք եւ վայելեք։
Ուրեմն ես խոսքս կփոխանցեմ Սուրենին, իսկ ամենավերջում կպատրաստեմ մի գեղեցիկ սեղան եւ միասին կվայելենք։ Կարելի է ասել, համեղությունն արդեն պատրաստ է, եւ բնականաբար այս ամենը իհարկե պատրաստված է հենց Ադրինեի կողմից, այսինքն հայկական տրամադրությամբ, մթնոլորտով ու ջերմությամբ։ Ընդհանրապես այն ինչ պատրաստում է այստեղ մեր հայրենիքում եւ կգրում է ես հայկական եմ խորագիրը, միանշանակ ամենալավն է։ Բազմիցս ապացուցված է հենց այս կարևոր փաստը։ Այս պայն մեր էջերից մեկն է, ես հայկական եմ, որից հետո վերադառնանք ու շարունակենք։ Միրզոյան գրադարանը հիմնադրվել է 10 տարի առաջ, երբ լուսանկարիչ Կարեն Միրզոյանը որոշեց հանրայնացնել իր հավաքածուն գրքերի, մի փոքր հավաքածու լուսանկարչական գրքերի եւ կիսվեց մարդկանց հետ, եւ այդ 10 տարիների ընթացքում հավաքածուն բազմապատկվեց։ Շնորհիվ այդ թվում ոչ միայն իր ջանքերի, նաեւ նվիրատվության մարդիկ բերում են իրենց անձնական գրադարաններից լուսանկարչական գրքեր եւ նվիրում են մեր գրադարանին եւ այսպիսով այսօր ունենք 800-ից ավել լուսանկարչական գրքեր։ Միրզոյան գրադարանը դա լուսանկարչական գրքերի գրադարան է, այսինքն մարդիկ կարող են գալ այստեղ եւ ուսումնասիրել լուսանկարչությունը իր բազմազան ժանրերով ու տեսակներով։ Այդ իսկ պատճառով ձեր հանդիսատեսը պիտի ուղղակի այստեղ գտնվի, բացի դրանից, որ նա ձեր ռեպորտաժի շնորհիվ կարող է իմանալ գրադարանի մասին։ Այնպես որ 1 ժամ, 2 ժամ տրամադրեք ձեր գրաֆիկից եւ եկեք այստեղ ուսումնասիրեք, որովհետեւ մեր գրադարանը ոչ սովորական գրադարան է, այստեղ մարդիկ գալիս են, աշխատում են գրքերի հետ, նույնիսկ գալիս են ուսանողներ, դասեր են անում, մարդիկ գալիս են աշխատում են այստեղ, այսինքն սա ժամանակակից գրադարան է, որը ամբողջովին համապատասխանում է երրորդ տեղ, որտեղ մարդիկ ժամանց են այդ թվում անցկացնում փիլիսոփայությանը։ Սա քանի որ լուսանկարչական գրադարան է, մենք նաև ունենում ենք այստեղ լուսանկարչական ցուցահանդեսներ, այս 10 տարվա ընթացքում տասնյակ լուսանկարիչներ են ցուցադրվել եւ արվեստագետներ, այստեղ կարող են ցուցադրվել լուսանկարիչները միայն ներկայացնելով իրենց գործերը եւ մանրամասնորեն հիմնավորելով իրենց աշխատանքը եւ կոնցեպտը պրոյեկտի։ Կարող են մեզ գրել եւ եթե մեզ դիմեն, մենք ունենք հատուկ IT ֆորմա, որը լրացնելով նրանք կարող են գոնե քայլ անել դեպի ցուցադրությանը իրենց մեր պատկերասրահում։ Հայաստանի պայմաններում շատ բարդ է, երբ անհատը մենակ ինքը իր ուժերով ստեղծում է մի գրադարան եւ այդ գրադարանը կարող է պահել 10 տարվա ընթացքում եւ ավելին։ Դա գլխավոր նվաճումն է գրադարանի, քանի որ այստեղ ոչ մի գրանտներ, ոչ մի պետական օգնություն դրամաշնոր չի եղել գրադարանին։ Սա գլխավոր նվաճումն է, նվաճումն է երկու ցուցահանդեսները, որտեղ երբ այստեղ եղել է եւ իհարկե գրքերի հավաքածուն, որովհետեւ լուսանկարչական գրքերը ոչ միայն ունեն բարձր արժեք գնային առումով, այլ իրենք թանկարժեք են, այլ նաև մշակութային, որովհետև նրանք ունեն հատուկ կառուցվածք եւ նրանք իրենցով ներկայացնում են արվեստի գործեր, կարելի ասել։ Կա ցուցահանդես, կա լուսանկարչական գիրք եւ լուսանկարչական գիրքը դա այլ ընտրանք չէ ցուցահանդեսի, դա լրիվ ուրիշ ֆորմա է, որով լուսանկարիչը ներկայացնում է իր գործերը։ Հարյուրավոր միջոցառումներ են կազմակերպվել այստեղ այս 10 տարվա ընթացքում, լեկցիաներ, հանդիպումներ, քննարկումներ եւ մենք ունենք, այսպես ասած, կանոնավոր բարբերաբար մենք կազմակերպում ենք միջոցառումներ այդ թվում լուսանկարիչների համար, ֆոտոհանդիպումներ, որին կարող են մասնակցել յուրաքանչյուր մարդ, որը սիրում է լուսանկարել կամ լուսանկարում է կամ ինչ-որ բան ունի պատմելու լուսանկարչության մասին։ Ունենք ֆոտո փոխանակում, երբ լուսանկարիչները գալիս են եւ միասին փոխանակում են իրենց լուսանկարները միմյանց հետ։ Ունենք գրքի քննարկումներ, մենք ունենք մեր պարտներները, որոնց հետ մենք համագործակցում ենք եւ կազմակերպում ենք միջոցառումներ։ Մենք հունիսի 1-ին Event Report-ի հետ կազմակերպել ենք portfolio review, եթե ձեր հանդիսատեսների մեջ կան լուսանկարիչներ, որոնք կուզենային մասնակցել,
կարող են ուղարկել իրենց պորտֆոլիոները, այնտեղ կարող են ստանալ կարևոր գնահատականներ ֆոտոյի, լուսանկարչության բնագավառից մարդկանց եւ ոչ միայն ֆոտոյի բնագավառից։ Այժմ մեզ մոտ ցուցադրվում է Արցախին նվիրված լուսանկարչական գործերը Կարեն Միրզոյանի։ Նա նկարել է այս գործերը 23 թվականին, երբ Արցախից բռնի ուժով տեղահանվեցին հայերը։ Եվ լուսանկարների վրա դուք կարող եք տեսնել մեքենաները, վերջին մեքենաները, որոնք մուտք են գործում Արցախից Հայաստան։ Ծանրաբեռնված ապրանքներով տարբեր։ Այս լուսանկարները են ակնթարթային լուսանկարներ, ինչպես Polaroid հայտնի լուսանկարները։ Եվ նա կարծես թե ֆիքսում է այս պահը, ներկում է մեքենաների ֆոնը սև գույնով եւ կարծես թե նրանք սառում են այդ մթության, այդ խավարի մեջ։ Ես կարծում եմ ժամանակակից մարդը, որ զբաղվում է ժամանակակից արվեստով եւ ժամանակակից լուսանկարչությամբ, նա պետք է ունենա մեծ հետաքրքրության դաշտ եւ մեծ գիտելիքների պաշար։ Նա չի կարող սահմանափակվել զուտ լուսանկարչական գիտելիքներով։ Ես կարծում եմ, ինչպես շատ ուրիշ բնագավառներում է տեղ ունենում, հարակից տարածքներ փնտրել եւ երկու տարածքի միջև գտնվել, ինչպես օրինակ թատրոնը գտնվում է արվեստի եւ թատրոնի դաշտում, կինոն գտնվում է դոկումենտալի, վավերագրականի եւ գեղարվեստականի հետ, այնպես էլ լուսանկարչությունը պետք է աշխատի այդ տարբեր դաշտերի հետ համատեղելով եւ այդ թվում եւ տարբեր տեսակների արվեստների հետ, որովհետեւ մենք տենում ենք, որ ժամանակակից արվեստագետը ինքը ոչ միայն իր մեդիումով է աշխատում, կան լուսանկարիչը անպայման չի լուսանկարչական ապարատով աշխատի, կարող է ուրիշ բանով աշխատել եւ ստեղծել գործեր։ Մենք այդ փորձը այսօր կա 21-րդ դարի արվեստում, որը որ սկսել է իհարկե 20-րդ դարից։ Ես հայկական եմ, միանշանակ խթանում ենք այն ամեն ինչ արտադրվում ու ներկայացվում է այստեղ։ Դուք էլ փորձեք ձեր կողմից, ձեր ներդրումներով ինչ որ բան ստեղծել, իսկ մենք կփորձենք այդ ամենը լուսաբանել եւ սիրով ներկայացնել հանրությանը։ Այս պայն էլ կարճ դադար կլինի մեր եթերում, հետո արդեն կվերադառնանք եւ կշարունակենք ծրագիրը։ Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ ասեմ, որ արվեստի ջատագովման համայնքը նոյեմբերի 15-ին կանցկացնի արվեստի ջատագովման 2025 ֆորումը։ ASA ֆորումը ձևավորվել է որպես բաց հարթակ, որտեղ արվեստի եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչները կարող են համատեղ մտածել ապագայի մասին, հիմնվելով փաստերի, հետազոտությունների եւ մարդկային փորձի վրա։ Նպատակն է ոչ միայն խոսել մշակույթի խնդիրների մասին, այլև ցույց տալ, որ արվեստը կարող է դառնալ զարգացման գործիք։ Եվ այս առիթով տաղավարում մեր հյուրերն են Սեդա Գրիգորյանը, ASA արվեստի ջատագովման համայնքի նախագահ եւ Շողակաթ Մլքե Գալստյանը, ASA արվեստի ջատագովման համայնքի ծրագրերի ղեկավարը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց եք։ Շատ լավ, դուք ոնց եք։ Շատ լավ։ Եկեք մի փոքր խոսենք հենց նոյեմբերի 15-ին կայանալիք այս հետաքրքիր իրադարձության մասին։ Ինչ է սպասվում բոլորից։ Բոլորից սպասվում է մի հետաքրքիր օր, որտեղ մենք ունենք ինչ-որ մի մաս, որտեղ ներկայացնելու ենք, թե մենք ինչ ենք արել տարվա կտրվածքով, եւ քանի որ ASA-ն հանդիսանում է հարթակ, որտեղ քննարկումներ են, մենք ունենանք նաեւ պանելային քննարկումներ տարբեր թեմաների շուրջ։ Կարող եմ թեմաներից մի քանի բան ասեմ, որ sense մարդիկ զգան ու գան, այսպես ասած։ Առաջին թեման կլինի արվեստի ապակենտրոնացման մասին, քանի որ դա նույնպես մի եզրույթ է, որ անընդհատ խոսում ենք, բայց արդյոք դա տեղի է ունենում, թե տեղի չի ունենում, քանի որ գնալով մենք ինքներս ենք զգում, թե ինչքանով է սոցիալական եւ մշակութային կյանքը կենտրոնանում Երևան կենտրոն։ Մեկ այլ պանելային քննարկում լինելու է արվեստի ֆինանսավորման եւ ապագայի մասին, թե ընդհանրապես նորարար տեխնոլոգիաների եւ ընդհանրապես այս ահավոր տեմպի հետ, ինչպիսին է լինելու արվեստի ֆինանսավորումը, արդյոք մենք գնում ենք դեպի, չգիտեմ, ինչ մոդելի ենք ցկտում եւ այդտեղ խոսալու ենք հիմնական արվեստը ֆինանսավորող կազմակերպությունների պետական եւ ոչ պետական մարմինների հետ եւ նաեւ մեկ այլ պանելային քննարկում ունենք հենց կարողությունների մասին, որտեղ խոսվում է հենց արվեստի կառավարող, դա մեկ այլ
մի մաս է, որ բոլորը էլի նշում են, մեզ պետք են արվեստի կառավարիչներ եւ այստեղ մենք հարց ենք տալիս մեզ ինչ կարողություններ են պետք արդյոք արվեստագետին կից մասնագիտության կարիք կա, թե մեր, չգիտեմ, նոր արհեստական բանականությունները ամբողջը լուծում են, թե որտեղ ենք մենք գտնվում եւ երեքն էլ հենց պանելային քննարկումներ են, որտեղ չկա պատասխան, կա քննարկում եւ դա մի բաց հարթակ է լինելու նաեւ հարց ու պատասխանի Եվ ունենք բաղադրիչներ նաև հենց արվեստագետների համար, որովհետև այն ինչ որ նկարագրեցինք պանելային քննարկումներում, այդտեղ ավելի շատ մենք զրուցում ենք ռազմավարական հարցերի շուրջ, մշակույթի ոլորտի զարգացման, բայց արվեստագետներին եւս մասնագիտական հզորացման, կարողությունների զարգացման ձևաչափեր ունենք, մեկը միտված է երաժիշտների ստեղծագործությունների մշակմանը եւ այսպես նորարարական ձևաչափ կա, կոչվում է sound grid, որտեղ երաժշտության մասնագետները, օրինակ պրոդյուսերներ, երգահաններ, կոմպոզիտորներ լսում են երիտասարդ ստեղծագործողների ստեղծագործություններ առանց իմանալու ով է հեղինակը։ Եվ այդտեղ շատ բաց, կառուցողական, լավ քննադատական, այսպես զրույց է, երկխոսություն է ձևավորվում, որը կարծում ենք շատ օգտակար կլինի մեր երիտասարդ ստեղծագործողների համար։ Եվ մեկ այլ նաև հարթակ ունենք, այդ մեկը կազմակերպում ենք Հոսք հիմնադրամի հետ մեր գործընկերներից, մեկ այլ գործընկեր Ռեզոնանս ծրագիրը մեր ֆորումի շրջանակներում կիրականացնի իտալացի մասնագետների հետ զրույց լայվ երաժշտության, համերգասրահների կազմակերպման, զարգացման հետ կապված, որովհետև մենք տեսնում ենք վերջին տարիներին, ինչպես խոսեցինք ապակենտրոնացման մասին, ոչ միայն Երևանում մենք ունենում ենք փառատոններ Երևանից դուրս, գնում ենք, փորձում ենք գնալ մարզեր եւ այդ էկոհամակարգը, հա, ամբողջ կառույցը ինչպես զարգացնել երկրի մասշտաբով, այդպիսի զրույց կլինի նաեւ Ռեզոնանսի հետ։ Իսկ վերջին բաղադրիչը, որ ամենահետաքրքիրն է, մեր մրցանակաբաշխությունն է։ Չի կարելի չլինի մրցանակաբաշխություն։ Առանձնավանց կլինի։ Բայց յուրահատուկ մրցանակաբաշխություն իր ձևով կոչվում է B2A, Business to Arts։ Վերջին տարիներին նորից շատ են այդ խոսակցությունները, հա, հենց ֆինանսավորման, մեծենատության, մեր սահմանափակ ֆինանսական աղբյուրների պայմաններում շատ կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք սեփական միջոցները ներդնում են մշակույթի, արվեստի զարգացմանը եւ 4 նման բիզնես նախաձեռնություն կամ կազմակերպություն կնշանավորվի այս մրցանակներով։ Ու կարծում եմ սա կարևոր խթան է մասնավոր սեկտորի համար նույնպես, որ կարևորի իր գործունեության մեջ ինչ որ մի բան հատկացնել մշակույթի զարգացմանը։ Ու կարևորը որ մենք չենք տալիս մրցանակը, այսինքն մենք չենք որոշում հաղթողին, մենք հրավիրում ենք բիզնես միավորումներ, այսինքն այստեղ էլի գալիս է հարցը, որ միանձնյա չի որոշումը, գալիս են ունենք 4 բիզնես միավորում, ովքեր իրանց խորհրդի շնորհիվ որոշել են ովքեր են հաղթողները։ Դե մենք չենք ասի, որ մարդիկ գան եւ իմանան։ Հետաքրքիր բան եք մտածել, առավել եւս երբ այս ամենը առնչվում է արվեստի հետ ու մշակույթի հետ, առավել եւս որ մեր օրերի մասին է խոսքը, հա, որովհետեւ ցավոք սրտի կամ չգիտեմ ուրախություն արվեստագետների կամ ցավոք սրտի արվեստագետներին այսօր ուզենք չուզենք արհեստական բանականությունը եւ ժամանակակից գործիքներն արդեն մտել են մշակույթի մեջ։ Ես այսօր ինձ բռնեցի այն փաստի վրա, որ ես առավոտյան YouTube-ն էի թերթում եւ տեսա մի այսպես սևամորթ, շատ այսպես շատ փխրուն ու լավ ձայնով երկիչ քավրեր արել մեր Սիրուշոյի քելե երգը։ Լսելուց հետո հասկացա, որ սա AI-ով է սարքած, ընդհանրապես ու վերջ, բայց դա այնքան ուշադիր պիտի լսես, այնքան ուշադիր պիտի հետևես, էջով գնաս, տեսնես ով է մարդ, ով է արտիստը, որ գնալով բարձրացնում տենց արտիստ չկա եւ տենց մարդ գոյություն չունի։ Այսինքն այսօր արդեն AI-ը, հա, արհեստական բանականությունը ոչ միայն կարող է երգել արտիստի տեղը, նաև կարող է արտիստի հետագա ճանապարհը գծել, տանել նրան, այսինքն մարդկանց ֆակտորը գնալով դուրս է գալիս կամած։ Սա ինչքանով է լավ ըստ ձեզ, որովհետև հենց կարծում եմ այս մասին էլ է խոսք գնալու ձեր, այո, այդ անպայման գնա, բայց նաև sense մի հարց կա, այսինքն միշտ այս հարցը գալիս է, այսինքն երբ որ ստեղծվեց լուսանկարչությունը, ասում են գեղանկարել չի լինի, երբ որ սկսվեց կոնցեպտուալ արվեստը, ասացին գեղանկարել չի լինի, կինոարտադրություն ասացին արվեստ թատրոն էլ չի լինի։ Ասում են, երբ որ ահա եւ վերջ ասած ծերձին տեսնելով առաջին ավտոմեքենան, բայց դե, այսինքն միակ խնդիրը այն է, որ գիտեք ինչ, մենք մրցել արհեստական բանականության հետ դա նույնպես բան է, մոտեցում է, որ շատ արվեստագետներ ունեն, բայց նաև մեր
դիրքորոշումը այնպիսին է, որ մենք ուզում ենք ծանոթացնենք գործիքներին, տանք հնարավորություն, որ այդ գործիքները լինեն կիրառելի արվեստագետների կողմից, եւ հետո արվեստագետի որոշումը կլինի, արդյոք նա կիրառի թե ոչ։ Բայց շատ հաճախ մենք այդ գործիքների մասին նույնիսկ չենք իմանում ու այդ գործիքները մտնում են մեր կյանք մենակ մրցակցի տեսանկյունից, այլ ոչ թե մի գործիք, որ ես կարող եմ օգտագործել եւ ծառայեցնել իմ արվեստից, ի նպաստ։ Ու այսպիսի գործիքներ կամ հնարավորություններ շատ են հիմա ու հենց այդ լիությունը, այսպես ասած, բերում է մի տեսակ մի հատվածի, որ արվեստագետները ու հենց միշտ արվեստագետներն են ասում, իրականում այդ գրողներ մեզ պետք չեն, մարդիկ էլ չեն կարողանա գրել, որովհետև, չգիտեմ, մի հատ prompt է տալիս ու նամակ են գրում։ Դասատուներին այսօր բոլոր շարադրությունները AI-ով են գրում երեխաները եւ վերջընթամենը մի քանի վայրկյան։ Բայց միգուցե արդեն մի հատ հարց է գալիս, արդյոք ինչպեսին պետք է լինի շարադրությունը, այսինքն ինչ ենք կրթությունը ընդհանրապես էլի։ Էմոցիոնալ դաշտը պակասում է AI-ով բանակալ։ Բայց դե հիմա այսպեսի մի արտահայտություն կա, ասում եմ մուրճը քո ձեռքում է, կարող է քանդել կամ կառուցել, դու ես որոշում, թե ինչպես այն օգտագործես։ Այստեղ կներես նաև գալիս է օրինակ իրավական կարգավորումներ, այսինքն կրթության եւ իրավական կարգավորումների դաշտ, ու այդ առումով նաև մենք շատ կարևորում ենք, որ ասա համայնքը ոչ միայն արվեստագետների համայնք է, այլ մեր լավագույն ձեռքբերումներից մեր փորձագիտական համայնքն է։ Մենք ունենք իրավաբան, մենք ունենք ֆինանսական գործի մասնագետ եւ այս փորձագիտական համայնքը պատրաստ է իր ծառայությունները խորհրդատվությունը մատուցել արվեստագետին։ Այ բոլոր այսպիսի խրթին հարցերում մեր արվեստագետները կարող են մեզ դիմել, մեր փորձագետներին եւ փորձել հասկանալ ի վերջո հեղինակային իրավունքի խնդիր է, տեխնոլոգիայի օգտագործման խնդիր է, ֆորումից դուրս էլ ասան հենց մեր գլխավոր նպատակը այս գիտելիքի ու փորձագիտական հնարավորությունների մատուցումն է։ Ամեն դեպքում դուք ելի բերում եք առաջ մարդկային ֆակտորը, որովհետև դա ամենակարևորն է այսօր։ Թողսերտի գնալով այդ ֆակտորը կամաց փորձում են տարբեր գործիքներով անել։ Այո, եւ եթե չգիտեմ, տեղյակ եք թե չէ, Լոնդոնում կա ABBA-ի հոլոգրաֆիկ համերգը, որտեղ ABBA-ն իր երիտասարդ տարիքով ներկայանում է ամբողջ կազմով եւ նրանք ովքեր տեսել են, իմ ընկերներից տեսել են համերգը եւ ասում են բացարձակ չես տարբերում իրական, եթե չիմանաս, որ դա հոլոգրաֆիկ է, չես մտածի, որ այնտեղ մարդիկ չկան, այլ պարզապես նույնիսկ շատ մոտ կանգնելով բեմի։ Այսինքն հասկանում եք այսօր արդեն կամ նույնը ծրագրավորում եմ ջեքսոնի համերգի մասին։ Ուզում հասկանամ հետո ինչ ա լինելու։ Այդպիսի դուետներ կան, որ մեկը բեմի վրա է։ Այո, դա պրոյեկտներ են, բայց այսօր դրանք դառնում են արդեն համերգներ կոնկրետ եւ բավականին թանկ տոմսերով են վաճառվում համերգների ընթացքում։ Շատ միևնույն ժամանակ, երբ որ դու գնում եք ինչ-որ համերգի, դասական երաժշտության կամ չգիտեմ, ցանկացած իրական գործիքի, երբ որ իրական գործիքը նվագում է եւ այդ ելևէջները գալիս են ու երբ որ ձայնը սկավառակը կամ ցանկացած տեսակ կրիչը լինում է շատ լավ պատրաստված, դու կարողանում ես մաքսիմալ մոտ զգացողություններ ունենաս, բայց միևնույն է այն զգացողությունը չլինի ու մենք այդ ու նաև ասաֆորումի ժամանակ մենք նաև փորձում ենք հենց արվեստագետների հետ խոսել եւ հասկանալ դրա համար արվեստագետների եւ ոչ միայն արվեստագետների մուտքը միայն ցանկալի է, որովհետեւ մենք հավաքում ենք այն ամեն ինչը, ինչ հուզում է ու փորձում ենք տեսնել արդյոք մեր կարողությունների կամ մեր հետազոտական աշխատանքի շրջանակներում մենք կարող ենք այդ հարցերը հասցեագրել։ Այսինքն մենք չենք ուզում նստել եւ մտածել մենք հիմա կանենք սա, մենք գալիս ենք կարիքներից եւ հնարավորություններից, որոնք կարող են լինել մեր արվեստագետների կողքը։ Նոյեմբերի 15-ը սարերի ետևում չէ եւ ինձ հետաքրքիր արդյոք արդեն ունեք մասնակիցների քանակ եւ տեղյակ եք թե ովքեր են հետաքրքրություն հայտնել մասնակցելու։ Ունենք իհարկե Facebook-ում իվենթը կա, Eventbrite-ում կա, բոլորին կոչ ենք անում դերևս բաց է գրանցման համար, բոլորը կարող են մեզ միանալ, ունենք արդեն հարյուրավոր գրանցումներ, ինչի համար շատ ուրախ ենք։ Միջոցառումը ամբողջ օրով է, ժամը 11-ին մեկնարկում է, ժամը 7:08-ին ավարտվում է։ Հետևաբար բոլոր այցելուները կարող են մտնել մեր կայք forum.asa.armenia.org եւ այնտեղ ըստ օրակարգի նաեւ դիտարկել, թե որ հատվածն է իրենց հետաքրքիր։ Իդեպ ենք մոռացանք նշել մեր գլխավոր բանախոսին Անետ Օրեջյանին, որը բրիտանացի է եւ գիտեք այստեղ ծարար արդյունաբերությունների մասին որ խոսում ենք, դա հենց Բրիտանիայից եկող հասկացություն է, որովհետեւ իրենք են, որ այդ entertainment industry-ին կարողացան հասցնել համաշխարհային մակարդակի եւ տասնամյակների փորձ ունեն իրենք հենց այդ ուսումնասիրությունները իրականացնելու, թե ինչպես է արտիստը, մշակույթը ներթափանցում մարդու առօրյա, ինչպես է այն փոխում, ինչպես է ներազդում եւ ինքը առանձին ելույթ է ունենալու հենց այդ ուսումնասիրությունների գործիքակազմի եւ իրենց փորձի մասին։ Շատ կարեւոր ու ուսանելի է լինելու մեր բոլորի համար։ Այնպես որ
մեր գործընկերները արդեն Հայաստանում են, բոլորը պատրաստ են, մենք հանդիպումներ ենք ունենում եւ ֆիլհարմոնիայում շաբաթ օրը ժամը 11-ից լինելու է այսպես ստեղծարար ոլորտի համախմբման օր։ Իսկ որքան մատչելի է լեզուն լինելու ու հասանելի է լինելու արվեստագետների մասնակիցների համար։ Հուսանք կլինի հասանելի, որովհետև նույն բանախոսների մեջ կամ ընդհանրապես ամբողջ անձնակազմը մենք բոլորս նույնպես արվեստագետներ ենք, այսինքն այս չի, որ մենք գալիս ենք մի դաշտից, որտեղ չենք կարողանում հասկանալ։ Առաջին, այսպես ասած, test drive-ը տեղի է ունենում հենց մեր հետ, երբ որ մենք որոշում ենք թեմաները, թեմաների մոդերատորներին եւ մոդերատորների հետ բանախոսների ընտրությունը, սա մի աշխատանք է, որտեղ ոչ մենակ մենք ուզում ենք անուններ, մեծ գաղափարներ, այլ նաեւ խնդիրներ եւ այդ մաչելիությունը, որ լինի հենց բաղադրիչ մի մաս, որ չստացվի, ինչ խելոք բառեր ասացիք, մենք հիմա գնում ենք տուն, բայց նաև մյուս կողմից ասել, որ մեր արվեստագետները գնալով դառնում են շատ ավելի գիտակից իրենց իրավունքների մասին, իրենց հնարավորությունների մասին, եւ դա նույնպես շատ ողջունելի է եւ պահանջատիրական մոտեցում արվեստագետների պետք է գնալով շատանա, որովհետեւ նրանք են հենց կերտողը, նրանք են առաջ տանողը եւ նոր գաղափարներ կառուցողը։ Այս նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի։ Իհարկե։ Սա մեր երկրորդ ասաֆորումն է եւ հույս ունենք մենք մի օր կգանք, այսինքն կամ մենք չենք լինի, կասեն այսօր տեղի ունենում 58-րդ ասաֆորումը։ Բայց իրականում մեր լավ աշխատանքի արդյունքում մեր կարիքը պետք է էլ չլինի։ Այսինքն ինչ որ միտեղ արդեն դաշտը պետք է լինի ավելի ինքնակազմակերպված, ավելի ստեղծարարական միությունները շատ ավելի առաջատար եւ պետությունը շատ ավելի գործիքներ ունենա, որ կարողանա ավելի շուտ հասկանա կարիքները եւ տեսնի խնդիրները եւ իրականում մենք հիմա այդ դժվար խաչմերուկում ենք այս ու մեր նպատակն է որ տարիներ հետո մեր կարիքը չլինի, քանի որ այդ խաչմերուկը արդեն ինքն իրան կաշխատի, բայց դե քանի տարի հետո ով իմանա, դեռ մենք այստեղ ենք։ Եվ ֆորումը միակ մեր գործունեության ձևաչափը չի, պարզապես ֆորումում խտացնում ենք տարվա ընթացքում իրականացրած գործունեությունը։ Տարվա ընթացքում եւս արվեստագետները մեզ կարող են մոտենալ, դառնալ համայնքի անդամ, դասընթացների մասնակցել, հնարավորություններ ստանալ, թե ֆինանսավորման եւ այլն։ Առաջիկա բոլոր տարիներին։ Այսինքն մեր գործունեության բնույթը հենց այդ համայնքին հնարավորինս աջակցելն է բոլոր կարիքները հաշվի առնելով եւ քարտեզագրելով։ Հաջորդիվ 26 թվականն է եւ ինչ նախաձեռնություններ եք պատրաստում դրա համար, որովհետեւ տարին ես հասկանում եմ, որ դուք այն հանգիստ տեղը նստողներից չեք եւ անընդհատ ինչ որ հետարքի իրադարձություններ ու նախաձեռնությունների մեջ ինչ ենք սպասելու արդեն հաջորդ տարի։ Կարող ենք ասել, օրինակ այս տարի մենք ամեն տարի ունենում ենք հարակից ոլորտի որևիցե մի մեծ բան, դասընթացներ, այս տարի քանի որ հայտարարագրման տարի էր, մեր շնորհիվ կրթվեց եւ կարողացավ ինքնուրույն հայտարարել 100 արվեստագետ եւ մյուս տարի թե օրինակ ինչ հարակից ոլորտ մենք կվերցնենք որպես մեր թիրախային ոլորտ, դրանից առաջ եղել է հեղինակային իրավունքը։ Մենք կվարժենք հենց նույն ասաֆորումին քննարկումների արդյունքում, երբ որ տեսնենք թե որ խնդիրն է, մենք դրա շուրջ կկառուցենք մեր հարակից ոլորտի, այսպես ասած, կրթական ծրագիրը կամ ոչ մենակ կրթական կամ աջակից ծրագիրը։ Նույնը վերաբերում է հետազոտությանը, երբ որ մենք օրինակ հիմա անընդհատ ասում ենք, մենք գտնվում ենք մի եզրույթում, սա է պետք, սա պետք չի, սա են ուզում եւ ընդհանրապես ինչպես ենք մենք խոսում մշակութային սպառման մասին, ինչպես են գնահատում մշակութային սպառումը, ինչ գործիքակազմով, հենց դրա համար գայս է մեր գործընկերը միջազգային, այսինքն մեր նոր հետազոտական աշխատանքը կլինի հենց դրա մասին։ Եվ ամբողջը, այսինքն մենք ունենք ծրագրային մեծ գույներ, բայց այդ գույների բովանդակությունները մենք հավաքում ենք հենց ֆորումի ժամանակ, երբ որ մենք հասկանում ենք օրինակ այս սրա կարիքը կա, հենց չէ, այս մյուս բանի կարիքը կա, որի շուրջ արդեն կենտրոնացնում ենք մեր ռեսուրսները եւ ձևավորում եք թիվ եւ սկսում եք դաշտը հետազոտել, հասկանալ որն է ամենակարևոր խնդիրը այդ ոլորտում։ Մշտական խոսակցության միջոցով, թե համայնքի է, թե կառավարող օղակների, թե դոնորների, այսինքն մենք այդ երկխոսության հարթակն ենք, դա է ամենակարևորը։ Իսկ կան մարդիկ, ովքեր գալիս են պարզապես մասնակցելու ֆորումին, բայց հետո դառնում են ձեր թիմի անդամ, որովհետև այնքան
Ինքան ճիշտ եք այդ ամենը անում, ինքան հետաքրքիր, որ մեկը ես։ Ես նախորդ տարի ես ֆորումի հանդիսատեսի եւ առհասարակ կային որ նախորդ տարի ֆորումը կազմակերպել էր Կատապուլտ ծրագիրը Հայ բարեգործական ընդհանուր միության, դա երամյա ծրագիր էր եւ ես 3 տարին էլ եղել եմ այսպես ջատագովը եւ լավ ընկերը ծրագրի, բայց ծրագրի ավարտին արդեն միացա, որովհետեւ իսկապես շատ գնահատել եմ այդ գործունեությունը, շատ ուրախ եմ, որ մենք հիմա միասին ենք շարունակում այդ ճանապարհը։ Այնպես որ շատ կարևոր թեմա են անդրադառնում մարդիկ եւ փորձում են մեզ արվեստագետներից ներկայացնել այն ամենը, ինչը այսօր ժամանակակից է, արդիական է, շատ անգամ մենք մտածում ենք, որ մեզ խանգարում է, բայց եթե ճիշտ օգտագործենք, ապա կօգնի։ Ինչպես ասում են, Աստված ստեղծեց մարդուն էմոցիոնալի դաշտով, մարդը ստեղծեց արհեստական բաղանականություն, այնտեղից հանեց էմոցիոնալ դաշտը։ Լավ է թե վատ կորոշենք ընթացքում։ Ձեզ ուզում եմ հաջողություններ մաղթել ձեր նախաձեռնությանը։ Ամսի 15-ին երեկոյան արդեն երբ ամեն ինչ կավարտվի, բացեք Սարգոն կարմիր չոր գինին Երջևանի գինու գործարանի կողմից եւ թիմով նշեք ու արդեն ծրագրեք հաջորդ։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, այստեղ արև բացիկներն են, որտեղ էմոցիոնալ դաշտն է ավելի շատ ներգրավված, այսինքն սիրված երգերից ֆրազներ են, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Եվ քանի որ բալիկներ ունեք, երկու գեղեցկուհիներ, ես ուզում եմ ձեզ երկու բացիկ նվիրել միանգամից ձեր բալիկների համար։ Մեկը այստեղ երգերից են, հա, մեկը թաթայի երգից է, մամայի նման սիրում։ Պապայի պես խելացի, ծնվեց ու աշխարհ եկավ, իսկական երևանցի։ Հաջորդը էլի երգից է, իմ աղջիկ, իմ սրտի կտոր, իմ ապրած ամեն մի օր, չեմ փոխի րոպեի հետ, որ քեզ հետ սկսվեց կյանքը իմ նոր։ Սա իհարկե Դումիկյանի երգից է, այնպես որ ձեր բալիկների համար եւ ձեզ էլ ուզում եմ նվիրել բացիկ, որտեղ գրված է սիրում եմ։ Եվ սա իհարկե այստեղ Անդրեի երգի խոսքերն են, իմ սերը քեզ թևեր թող տա։ Բոլորիս սիրած դասականներից։ Սա նվիրեք ձեզ համար շատ սիրելի ու հարազատ մարդու, այնպես որ շնորհակալություն ձեզ եւ հաջողություններ ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այս պահին կարճ դադար կլինի, հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հասցրեցի այս ընթացքում պատրաստել նաև թեյ, շատ համեղ թեյ, որը առավոտյան մեզ անհրաժեշտ է, եւ իմիջիալոց նշեմ, որ այս ապուրը առավոտյան ճաշակելը հավատացնում եմ շատ տեղին կլինի, որովհետև կստանաք եւ վիտամինների պաշար եւ իհարկե էներգիա ու բարձր տրամադրություն։ Պատրաստեք այսպիսի համեղ եւ վիտամիններով կերակուրներ, վայելեք, իմիջիալոց նաեւ մատչելի, սա էլ նշեմ, ինչու ոչ, եւ իհարկե ձեզ լավոր եմ մաղթում, բարձր տրամադրություն եմ մաղթում եւ ասում եմ, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Շնորհակալություն Ադրինեին, քիչ հետո միանշանակ բոլորս կճաշակենք այս համեղությունները, իսկ ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել նաեւ ձեզ, որ այս ամբողջ ընթացքում մեզ հետ միասին եք։ Օրը սկսեցինք լավ տրամադրությամբ, ավարտեք ընկերների ու հարազատների շրջապատում։ Ռոզե Փրփռունը թող բրիզը դառնա ձեր երեկոյի հաճելի ուղեկիցը, որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանը։ Եվ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ սանրվածքի համար ու գեղեցիկ տեսքի համար Master Right Barber Shop-ին, որտեղ կարող են յուրաքանչյուր տղամարդ այցելել եւ դառնալ իր երազած արա գեղեցիկը։ Հատուկ ողջուններս Վահեին եւ Արտակին, վարպետներին, ովքեր այնտեղ միանշանակ անում են իրենց հրաշալի գործը։ Եվ ուզում եմ ասել, որ եթե ուզում եք տրամադրություն եւ էմոցիաներ նվիրեք, ապա արև բացիկները ճիշտ ձեզ համար են։ Արջևում ամանորն է, իսկ ամանորյա բարեմաղթանքները նվերների հետ միասին կլրացնեն նաեւ բացիկները։ Բացիկները հարցրեք քաղաքի սուպերմարկետներում եւ նաեւ քաղցր ու ծաղկաշատ վայրերում։ Դե չմոռանանք ամենավերջում, որ այս ամբողջը, ինչ որ այսօր ներկայացվեց ձեզ, մեծ սիրով ու հարգանքով պատրաստված էր միանշանակ սիրով։